Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Աֆելի Winter Cup-ի հետաքրքիր հանդիպումների շարքը շարունակում է։ Այսօր բոլորս միասին հնարավորություն ունենք հետևելու Winter Cup-ի 5-րդ տուրի Paris Saint-Germain Watford հանդիպման ընթացքին։ Ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են եկել խաղադաշտ։ Քիչ անց կսկսվի հանդիպումը, կլսվի մրցավար Մանուկ Մուրադյանի մեկնարկային սուլիչը։ Ամեն ինչ պատրաստ է բարեկամներ խաղի մեկնարկի համար։ Թիմերը խաղին մոտեցել են բարձր տրամադրությամբ հաղթելու տրամադրվածությամբ են մոտեցել այսօրվա խաղին։ Այս թիմերը ընդգրկված են Winter Cup-ի ախմբում, Watford-ը Նյուքասլի և Յուվենտուսի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը վաստակած 12 միավորով։ Paris Saint-Germain-ը ընդամենը 1 միավոր ունի և մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում է։ Այո, Watford-ը առաջատար է այսօրվա հանդիպման իհարկե ֆավորիտը համարվում, բայց Աֆելում հանդիպումները անցնում են թեժ պայքարում և բացառված չէ, որ Paris Saint-Germain-ը կարողանա հաղթանակ տանել առաջատարի հետ խաղում։ Խաղը մեկնարկած է բարեկամներ։ Այս պայն եկեք անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո հետևենք խաղի ընթացքին։ Սկսենք PSG-ից, համար 1 Դավիթ Պետրոսյան, համար 2 Էդգար Թամազյան, համար 5 Ռաֆայել Սարգսյան, համար 6 Արտակ Իսրայելյան, համար 9 Էրիկ Գուրյան, համար 10 Հայկ Պետրոսյան, համար 11 Էրիկ Գրիգորյան և համար 33 Վիգեն Առաքելյան։ Watford համար 1 Վիտյա Գրիգորյան, համար 2 Նայիրի Պետրոսյան, համար 3 Հմայակ Աթայան, համար 5 Արմեն Հարությունյան, համար 6 Ադեբայո, համար 7 Գևորգ Արուշանյան, համար 8 Հայկ Պողոսյան, համար 10 Գագիկ Սահակյան, համար 15 Միքայել Երանոսյան, համար 17 Ռաֆայել Սերոպյան, համար 21 Արմեն Մանուկյան, համար 22 Կարեն Սիմոնյան, համար 38 Մենուա Գևորգյան և համար 49 Նարեկ Էկտուբարյան։ Արուշանյան խլում են գնդակը PSG-ի ֆուտբոլիստները և կենտրոնով շարժում առաջ, ձեռնարկելով իրենց հերթական հակագրոհը։ Գրոհ շարունակում է Paris Saint-Germain-ի, տեսնենք փոխանցումը պետք է կատարել, բայց գնդակը կրկին հայտնվում է PSG-ի մոտ հարված և Գևորգ Արուշանյանը փորձում է խլել գնդակը։ Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց Watford-ի համար և տեսնենք Watford-ի հերթական գրոհին զարգացում կստանա։ Ետ փոխանցում դեպի դարպասապահ Վիտյա Գրիգորյանը։ Փոխանցում առաջ։ Արուշանյան։ Այո, Նյուքասլը և Յուվենտուսը ևս ունեն 12-ական միավոր և այսօր իհարկե Watford-ը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տանի և ժամանակավորապես գլխավորի ախմբի մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո հիմա Paris Saint-Germain-ն է գնդակով։ Եվ դարպասապահը շատ հանգիստ ներսում է գնդակը և այն անմիջապես ուղարկում առաջ
Ոտորդը շարժում է առաջ ձախ եզրով։ Դիվայո։ Արուշանյանը կենտրոնում ստանում է գնդակը։ Յոխանցուն ձախ եզր։ Հարվածում է դարպասին և Պարիս Սեն-Ժերմենի պաշտպանը իր վրա է ընդունում հարվածը։ Փորձեց գեղեցիկ կերպով փոխանցում կատարել, բայց այնուամենայնիվ ՊՍԺ-ն վաստակում է տուգանային հարվածի իրավունք, բավականին վտանգավոր դիրքում։ Տեսնենք, ինչպես կիրացնեն այս տուգանայինը, հարված բավականին բարձր է ընթանում հարվածը։ Հիմա հերթը Ոտվորդինն է գրոհելու, կենտրոնով կփորձեն զարգացնել իրենց հերթական գրոհը, չեն շտապում կարճ փոխանցումներով, փորձում է շարժվել առաջ։ Արուշանյան, հարված և գոլ։ Գոլ բարեկամներ Գևորգ Արուշանյան 1-0։ Մեքսրո, Ոտվորդը բացում է խաղի աշիվը։ Խաղի 6-րդ րոպեին Գևորգ Արուշանյանը առաջ է մղում իր թիմին։ Արմեն Մանուկյանի կատարած փոխանցումից հետո հիմա ՊՍԺ-ն փորձեց զարգացնել իր հերթական գրոհը, բայց ապարդյուն։ Ոտվորդն է կրկին գնդակով կենտրոնով փորձեն նետվել առաջ, բայց գնդակի կորուստ, հարված և հարվածը բարձր ընթանում։ Արուշանյան ստանում է գնդակի կենտրոնում փոխանցում, բայց չհասավ փոխանցումը հասցեատիրոջը, հիմա ՊՍԺ-ն է գնդակով։ Զոշոլի կերպով խլեց գնդակը Արմեն Մանուկյանը։ Գեղեցիկ փոխանցում էր։ Արուշանյանը հասնում է գնդակին, բայց չկարողացավ պահել իր մոտ և հարված Պարիս Սեն-Ժերմենի դարպասից։ Դիվայո։ Մանուկյան։ Խաղի կանոնների խախտում։ Այո, հրաշալի են պաշտպանվում այսօր Ոտվորդի ֆուտբոլիստները, ինչպես նաև գեղեցիկ գրոհներ են կազմակերպում, հարձակման գիծը ևս հրաշալի է խաղում։ Ակտիվ են նաև Պարիս Սեն-Ժերմենի ֆուտբոլիստները, բայց դեռևս կարողանում են Ոտվորդի խաղացողները քանդել, կազմաքանդել մրցակցի գրողները Արուշանյան։ Արուշանյան հրաշալի անցում էր,
բայց PSG ֆուտբոլիստը կարողանում է խլել գնդակը եւ կանոնների խախտում։ Հերթական տուգանային են վաստակում PSG ֆուտբոլիստները։ Կրկին վտանգավոր դիրքում այս անգամ Paris Saint-Germain-ի 10 համարը կիրացնի տուգանայինը հարված թույլ էր հարվածը եւ Գրիգորյանը շատ հանգիստ վերցրեց այն եւ առանց շտապելու փորձում է գտնել ազատ դիրքում գտնվող խաղանկերներին Այո Գեղեցիկ փոխանցում էր, բայց մի փոքր ուժեղ ստացվեց փոխանցումը Կրկին Paris Saint-Germain-ը գնդակով հրաշալի փոխանցում էր հասնում է գնդակին խաղանկերը Այլ է փոխանցում կատարել դեպի տուգանային հրապարակ Չստացվեց փոխանցումը Գեղեցիկ կերպով կասեցրեց եւ կենտրոնով հիմա կփորձի ձեռնարկել Արաքակագրով վտանգավոր դրություն է Հրաշալի հնարավորություն ստացան Paris Saint-Germain-ի ֆուտբոլիստները Հաշիվը հավասարեցնելու, բայց չկարողացան եզրափակել գրոհը Մեկյան Թորնը գնդակով Արուշանյանը հարմար դիրքով սպասում է փոխանցման, բայց փոխանցում են կատարում Թորդի ֆուտբոլիստները, այո չեն շտապում, քանի որ հաղթում են, բայց պետք է շարժվել առաջ, էլ ավելի զարգացնելու հաջողությունը Արուշանյան հրաշալի փոխանցում էր Եվ եզրային նետում Ինչպիսի համար պայքար է բարեկամներ գնդակի համար Եվ հարված Ոթվորդի դարպասից Գագիկ Սահակյանը մտավ խաղադաշտ Հրաշալի տեխնիկայի է տիրապետում Սահակյանը Եվ այսօր կփորձի իհարկե իր վարպետությամբ օգնել իր թիմին հաջողության հասնելու համար Փոխանցում դեպի ձախ եզր գեղեցիկ փոխանցում էր Կարծես թե վնասված կստացել Ոթվորդի ֆուտբոլիստը, բայց ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը Հասնելը պետք այո այդպես էլ անում է Գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից
Այո, փորձում են, ամեն ինչ անում են Paris Saint-Germain-ի ֆուտբոլիստները հավասարեցնելու հաշիվը, բայց դեռևս չեն կարողանում գրավել մրցակցի դարպասը, իսկապես Ոթվորդը հրաշալի է պաշտպանվում։ Արուշանյան շարժում է առաջ։ Մի փոքր ընկավ բարեկամներ խաղի տեմպը, գոլից հետո էլ ավելի ընկավ տեմպը եւ ժամանակ առ ժամանակ իհարկե թիմերը հայտնվում են մրցակցի շուկանային հրապարակում, բայց գրողները զուրկ են սրությունից։ Արուշանյան ստանում է գնդակը եւ ետ փոխանցում դարպասապահ Վիտյա Գրիգորյանին։ Այստեղ Ոթվորդի հերթական գրոհին զարգացում կստանա, գնդակի կորուստ PSG-ն փորձեց շարժվել առաջ, բայց շարունակվում է վտանգավոր դրություն կարող է ստացվել, բայց չհասավ գնդակին PSG-ի ֆուտբոլիստը եւ հարված դարպասից։ Այո, ընդամենը մեկ միավոր ունի Paris Saint-Germain-ը, մեկ ոչ ոք է խաղացել եւ այսօր ամեն ինչ կանի որպեսզի վաստակի իր հերթական միավորը Winter Cup-ում։ Ինչ վերաբերվում է Ոթվորդին, ապա Ոթվորդը հրաշալի ֆուտբոլ է խաղում, 4 հաղթանակ, 12 հնարավորից 12 միավոր անհաջող փոխանցում էր եւ չկարողացավ Նարեկ Էկտուբարյանը չկարողացավ ընդունել գնդակը, եզրից Paris Saint-Germain-ը կնետի գնդակը։ Արուշանյանը ստանում է կենտրոնում գնդակը։ Սահակյան։ Ուժեղ էր Սահակյանի փոխանցումը։ Իհարկե երկրորդ կեսում PSG-ի համար ավելի հեշտ կլինի, եթե կարողանան իհարկե առաջին խաղակեսում հավասարեցնել հաշիվը եւ ընդմիջման գնան։ Վտանգավոր դրություն է։ Ինչպիսի վտանգավոր գրող կազմակերպեցին Ոթվորդի ֆուտբոլիստները, Սահակյանը հայտնվեց հարձակման կրակագծում, սակայն հարվածը փոքր բարձր ընթացավ։ PSG-ն է գնդակով գեղեցիկ փոխանցում էր, հարված եւ ինչպիսի դիրքից է վրիպում Paris Saint-Germain-ի 9 համարը։ Հրաշքով գնդակը չհայտվեց Ոթվորդի դարպասում։ Շատ լավ հնարավորություն կորցրեցին PSG-ի ֆուտբոլիստները։ Գնդակը Ոթվորդի մոտ, փոխանցում։
Անկյունային հարված փոխանցում դեպի դուգանային հրապարակ, հեռացված է գնդակը։ Սժնը գնդակով շարժում են առաջ, գեղեցիկ փոխանցում էր, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ էր և խաղընկերը չհասավ գնդակին։ Արուշանյան Սահակյան աչիզրում ստանում է գնդակը։ Գեղեցիկ փոխանցում էր, վտանգավոր դրություն է։ Սահակյան, հարված, անհաջող էր հարվածը։ Փորձում է ամեն ինչ փորձում է անել Գագիկ Սահակյանը, որպեսզի կրկնապատկի հաշիվը, բայց դեռևս Սահակյանին պակասում է դիպուկությունն այսօր, բայց խաղը դեռ առջևում է, Սահակյանը հնարավորություն կունենա կրկին անգամ հայտնվել հարձակման կրակագծում, վտանգավոր դրությունը։ Եվ հարված Պարիս Սեն-Ժերմենի դարպասից։ Արդեն 20 րոպե անցել է խաղի մեկնարկից։ Հրաշալի փոխանցում էր, Սահակյան խաբս է տալիս։ Վտանգավոր դրություն կարող է ստացվել, փոխանցում չկարողացավ եզրափակել գրոհը Ոթֆորդի 14 համարը։ Երկար փոխանցում առաջ։ Սահակյանը մեծ աշխատանք է կատարում խաղադաշտում, հավասարապես բաշխելով ուժերը նա օգնության է հասնում և պաշտպաններին և թե հարձակողներին։ Եվ հարված դարպասից։ Հիմա արդեն Պարիս Սեն-Ժերմենի դարպասապահը գնդակը կմստի խաղի մեջ։ Սահակյան ստանում է գնդակը, բայց ստիպում է հարձակցին խախտել խաղի կանոնները։ Դեղին կարտ է ստանում Պարիս Սեն-Ժերմենի 10 համարը Հայկ Պետրոսյանը։ Եվ վտանգավոր դիրքում Ոթֆորդը ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Փոխանցում, Արուշանյան հարված։ Հակում են հարվածի ճանապարհը, բայց գրոհ շարունակվում է և դարպասապահը շատ հանգիստ տիրում է գնդակին։
համար, պայքար է գնդակի համար։ Սեժենը գնդակով հարված։ Հարվածը շեղ էր, բավականին։ Իշկու հարված ստացվեց։ Տուբարյան։ Ռուշանյանը տեղափոխվել է խաղադաշտի Աչիազար։ Գեղեցիկ փոխանցում էր Սահակյանը, ընդունում է գնդակը հարված։ Եվ 2-0, այո, Գագիկ Սահակյանը վերջապես ասում է իր խոսքը։ Երկու զրո։ Հարված։ Բավականին վտանգավոր հարված էր։ Անկյունային հարված։ Փոխանցում։ Հեռացնում է դարպասապահը։ Հերթական անկյունային է, փոխանցում։ Հարուշանյան հարված։ Եվ առաջին խաղակեսը ավարտվում է, բարեկամներ։ Ոտվորդը հաղթում է 2-0 հաշվով, մենք էլ ընդմիջվենք կարճատև դադարով, որից հետո կշարունակենք ռեպորտաժը։ Բարեկամներ, վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի է ունենում Ապելի Winter Cup-ի 5-րդ տուրի Paris Saint-Germain Ոտվորդ հանդիպումը։ Արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո Ոտվորդը հաղթում է 2-0 հաշվով Գևորգ Արուշանյանի և Գագիկ Սահակյանի խփած գնդակների շնորհիվ հաշիվը 2-0 է։ Քիչ թե շատ հետաքրքիր պայքարում անցավ առաջին խաղակեսը, այն անցավ փոխ գրողներով։ Եվ Ոտվորդը կարողացավ գրողներից երկուսը ավարտել դարպասի գրավմամբ։ Հիմա տուգանային հարված փոխանցում։ Անհաջող էր փոխանցումը։ Այո, Գագիկ Սահակյանը դուրս գալով փոխարինման կարողացավ հաջողության հասնել։ Մինչ գոլը ունեցավ մի քանի վտանգավոր պայթ ևս, սակայն անհաջող հարվածներից հետո կարողացավ վերջապես գրավել դարպասը։ Ունենք 2-0 հաշիվ, բարեկամներ, տեսնենք ինչ զարգացում կստանա երկրորդ խաղակեսը։ Paris Saint-Germain-ը գնդակով։ Վտանգավոր դրությունը Վիճա Գրիգորյանը հրաշալի խաղաց, տիրելով գնդակին։ Շանյան։ Շան։ Խապս է տալիս։ Փոխանցում։ Արված։ Գրող շարունակում է, բարեկամներ։
չկարողացավ հարվածել դարպասին, բայց մնում է գնդակը Watford-ի մոտ։ Չէ, այստեղ մինչ դարպասի գրավումը խախտել էին կանոնները Watford-ի ֆուտբոլիստները, հաշիվը մնում է անփոփոխ 2-0։ Երկար փոխանցում առաջ։ PSG-ն է գրոհում հարված դարպասին և դարպասապահը իր բարձունքների վրա է։ Հիմա տեսնենք Watford-ի հերթական գրոհը Պողոսյան փոխանցում է դեպի դարպասապահը։ Ճիշտ ապում Watford-ի ֆուտբոլիստը։ Չկարողացավ ընդունել, բայց ստանում է գնդակը։ Պողոսյանը փոխանցում կենտրոն։ Հարված շեղեր։ Գևորգ Արոշանյանը հարվածեց դարպասին։ Հարված։ Բարձր է ստացում PSG-ի ֆուտբոլիստի հարվածը։ Տեսեք ինչպիսի հրաշալի կերպով են համագործակցում Watford-ի ֆուտբոլիստները։ Թողնում են գնդակը PSG-ի ֆուտբոլիստները, բայց դրան հասնում է խաղի կանոնների խախտման գնով։ Paris Saint-Germain-ը եզրից կնետի գնդակը խաղի մեջ։ Կապս է տալիս։ Փոխանցում։ Հարված։ Չստացեց հարված, անհաջող էր ևս մեկ հարված։ Հերթական գնդակի կորուստը PSG-ի ֆուտբոլիստերի կողմից։ Կրկին Watford-ն է գնդակով, բայց անհաջող փոխանցում։ Վարկյանների ընթացքում Watford-ի ֆուտբոլիստները կարողանում են խլել գնդակը։ Արոշանյան շարժում է առաջ, հարված, թույլ է։ Կրկին Watford-ն է գնդակով, բայց առանց շտապելու կարճ փոխանցումներով փորձում է շարժվել առաջ Մանուկյան։ Ամեն դեպքում վաստակում են։
Եզրային իրավունք։ Փոխանցում։ Չես ասում ես, Սպառնալիքը Ոթվորդի ֆուտբոլիստները շարժում է առաջ։ Շարունակում է, հրաշալի կարող է ստացվել, եթե գնդակը հասներ խաղընկերոջը, բայց հիմա PSG-ն կփորձի հակագրող կազմակերպել։ Դուրսում են գնդակը, արված և բարձր է ստացվում արվածը։ Արուշանյան աչեզրում ստանում է գնդակը, կապս է տալիս, վտանգավոր կարող է ստացվել, փոխանցում և ինչպիսի դիրքից է վրիպում Ոթվորդի 6 համարը, հրաշալի հնարավորություն էր հաշիվը եռապատկելու և հերթական եզրային նետում է PSG-ն։ Խալկի բավականին անհաջող հարված ստացվեց և Վիտա Գրիգորյանը գնդակը կմսնի խաղի մեջ։ Անուկյան Արված Կանգարեց արվածին խաղընկերը։ Արուշանյանը խլում է գնդակը և փոխանցում։ Արված և 3-0։ Երորդ գնդակն է Ոթվորդը ուղարկում մրցակցի դարպասը, գոլի հեղինակ է դառնում 22 համարի մարզաշապիկով Կարեն Սիմոնյանը։ Երեքսերո Ոթվորդը կարողանում է երրորդ գնդակն ուղարկել PSG-ի դարպասը և հաշիվը դառնում է ջախջախիչ։ Խլում են գնդակը PSG-ի ֆուտբոլիստները, վտանգավոր կարող է ստացվել, բայց շատ հանգիստ խլեցին գնդակը Ոթվորդի պաշտպանները և արագ հակագրող կենտրոնով շարժում են առաջ։ Արված
բարձր ստացվեց հարվածը, փորձեց գնդակ դողարկել դատարկ դարպասը։ Միտչա Գրիգորյան Ռուշանյան Մանուկյան Հաջող ստացվեց փոխանցումը Եզրային նետում անհաջող ստացվեց նետումը Սահակյան ստանում է գնդակը հարված Արուշանյան փորձեց շրջանցել կարողանում են պահել իրենց մոտ ոտորդի ֆուտբոլիստները գնդակը Զախեզրով շրջվում է առաջ Ունում է գնդակը ոտորդի մոտ, բայց ամեն դեպքում վաստակում են եզրային նետման իրավունք Ով է կրում Ռուշանյան հարվածում է դարպասին Հարվածը թույլ էր այն դարպասապայի համար ոչ մի վտանգ չներկայացրեց Ռուշանյանը ստանում է գնդակը, հարված, փոխանցում Չստացվեց Սահակյանի հարվածը Օժնարեկ Էկտուբարյանն էր հայտնվել հարձակման կրակագծում Երկար փոխանցում առաջ Փոխանցումը պետք կատարել է Թայան Հլում է գնդակը Փոխանցում Արուշանյան հարված Հարվածի վրա է ընդունում PSG-ի ֆուտբոլիստը Եզրային նետում փոխանցում Հարված Դարպասապատիրում է գնդակին
Սահակյան հրաշալի ընդունեց, շարժում է առաջ։ Էկտոբարյան հարված։ Մի փոքր շեղությամբ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Սահակյան կրկին գնդակի կորուստ։ Աշենյան կենտրոնը շարժում է առաջ։ Փոխանցում։ Հարված, ինչպիսի հուշկով հարված էր, բայց մի փոքր բարձր ընթացավ հարվածը։ Պասաժան է գնդակով, հարված, Գրիգորյան հրաշալի է խաղում փրկելով դրությունը։ Փոխանցում։ Պասաժան է գնդակով, փոխանցում է պետք կատարել և խաղի կանոնների խախտում։ Պասաժան է գնդակով և կանոնների խախտում։ Վտանգավոր դիրքում Պարիս Սեն-Ժերմենը ստացել է տուգանային հարվածի իրավունք կարողանան արդյոք հեղինակության գնդակ խփել PSG-ի ֆուտբոլիստները թե ոչ։ Տեսնենք։ Հարված։ Հեռացնում է Watford-ի ֆուտբոլիստը դատարկ դարպասից և եզրային նետում։ Հարուշանյան Սահակյանը շարժում է առաջ, փոխանցում, Էկտոբարյան, նայեք Էկտոբարյան, չորս Այո, Watford-ը 4-րդ գնդակն է ուղարկում մրցակցի դարպասը։ Այս հաղթանակից հետո Watford-ը վաստակում 15 միավոր ժամանակավորապես գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, առաջ անցնելով Նյուքասլից և Յուվենտուսից։
Կարողացավ ընդունել գնդակը եւ եզրից ոտորդը կնետի գնդակը խաղի մեջ։ Փոխանցում։ Եվս մեկ փոխանցում։ Հարված, բարձր են տանում հարվածը, հրաշալի գրով ստացվեց։ Փորձեց խապ ստալ եւ եզրային նետում։ Փոխանցում։ Գրիգորյանը ստանում վերցնում է գնդակը եւ այն անմիջապես ուղարկում դեպի Սահակյանը։ Արուշանյան։ Հարված։ Եվ վնասված կստացել ՊՇԺ-ի ֆուտբոլիստը։ Ամեն ինչ կարգին է կարող են շարունակել հանդիպումը։ Հարված շոր։ Հարվածը եւ հանդիպումը ավարտվում է։ Ոթվորդը կարողանում է փայլուն հաղթանակ տանել ՊՍԺ-ի դեմ խաղում 4-0 հաշվով հաղթում են մրցակցին։ Շնորհավորում եմ Ոթվորդի ֆուտբոլիստերին հրաշալի խաղի, հրաշալի հաղթանակի կապակցությամբ։ Եվ այսքանով ավարտում այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։ Այն ձեզ համար մեկնաբանեց Շավարժ Հարությունյանը, մինչ նոր հանդիպում։